Տաղավարում ենք սիրելիներ մենք եւ շարունակում ենք մեր ընթացքը իհարկե Գյումրին ի վերջո դարձավ այն մշակութային կենտրոններից մեկը, որի շնորհիվ եւ որի ակտիվության պատճառով այցերը Գյումրիի տարբեր նպատակներով իհարկե մեծ ակտիվություն ունեն եւ որպես տուրիստ եւ որպես պարզապես ծանոթանալ քաղաքի կոլորիտին ու մշակութային կյանքին Եվ այս ամենի շրջանակներում կա հրաշալի նորություն եւ մեծահասակների եւ փոքրերի համար։ Այցելության ընթացքում կարող եք ֆիքսել օրը եւ գնալ Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկտիկային թատրոն, որտեղ կա նոր ներկայացում ընկերներ, որ կոչվում է Քաղաքի խելոքները։ Հասկանանք ովքեր են հավաքվել։ Այո, եւ իհարկե այդ բոլոր մանրամասները կպատմեն մեր հյուրերը։ Մեր տաղավարում են Քաղաքի խելոքները ներկայացման բեմադրող ռեժիսոր եւ երաժշտական ձևավորող Անի Մարգարյանը, ողջույն։ Ողջույն։ Եվ դերասան Մերուժան Սաֆարյանը, ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ մայրաքաղաքում սկսելու համար։ Ինչպես է սկսվել ձեր օրը։ Շատ հաճելի օր էր սկսվել, առավոտ շուտ ենք վաղ ենք արթնացել, որպեսզի գայինք հասնեինք։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերքի համար եւ սկսենք մեր ներկայացումից, հա։ Այո, պատահական չէ որ հարցրեցինք, որովհետեւ նախորդ 2 օրերը առաջնախաղային տրամադրություն էր, պրեմիերա էր թատրոնում, լեփլեցուն դահլիճ ունենք, 2 ներկայացում միանգամից իրար հետևից խաղացինք, լեփլեցուն դահլիճ ունենք, Երևանից շատ հյուրեր ունենք, որը շատ հաճելի է, երբ որ դրսից գալիս են հենց ներկայացում նայելու համար, որպես ստեղծագործող մարդու համար դա շատ կարևոր է։ Ամսու 25-ին, հոկտեմբերի 25-ին բացեցինք մեր թատերաշրջանը։ Այս տարի թատրոնը նշում է 90-ամյա Հոբելյանը, եւ նա որը համընկավ նաեւ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին, բնականաբար թատրոնը չէր կարող մասնակցություն չունենալ, եւ դերևս մարտ ամսից մենք սկսեցինք փնտրտուքների մեջ թե Իսահակյանի որ ստեղծագործությունը բեմադրենք, գիտեք Իսահակյան բեմադրելը բավականին բարդ է, առավել եւս տեխնիկային թատրոնում եւ բեմադրիչի համար եւ դերասանների համար ընտրեցինք Նուքիմ քաղաքի խելոքները, մենք վերափոխեցինք պարզապես քաղաքի խելոքները Եվ դերասանների համար էր բավականին դժվար, նախ սկսեմ այդտեղից ինչի համար, որ երբ դերասանները խաղում են հեքիաթի հերոսներ, դերասանները խաղում են կենդանիներ տեխնիկային թատրոնում, իրանց մեծ հնարավորություն է տալիս, որպես ստեղծագործող բացվելու, իրենցը բերելու, իրենց գույնը, իրենց երանգը, իսկ այստեղ Նուքիմ քաղաքի խելոքները, այսինքն արդեն քաղաքի խելոքներ ներկայացման մեջ պիտի բեմադրեինք քիչ Իսահակյան, նաև հենց հեղինակին ենք մենք բերել առաջ, հենց Իսահակյանն է եւ իրեն կողքին նաև կան այլ մեծություններ Հովանես Թումանյան, Հովանես Շիրազ, Ֆրունզիկ Մկրտչյան, պատկերացրեք ինչ բարդ աշխատանք է։ Նախապես ասեմ, որ ոչ մի ֆինանսական օգնության կարիք չեղավ, որովհետև թատրոնը որոշեց ինքնուրույն այս ամեն ինչը ստանձնել, պատրաստվեցին գեղեցիկ հոյակապ տեխնիկներ, որի համար անչափ շնորհակալ եմ մեր բեմանկարիչ եւ քանդակագործ Կարենին Թովմասյան, այնքան մանրակրկիտ ենք աշխատել ու աշխատել ենք հերոսների, այս դեպքում մեր մեծությունների բնավորություններն ավելի շատ, ասենք, եթե Ֆրունզի մի քանի կերպարներից ամբողջացրել ենք մեկ ընդհանուր եւ բացի դրանից խնդիր կար, քանի որ մեծությունները տարիքային տարբեր եւ ժամանակաշրջանի առումով տարբեր էին, պետք է արտարացիորեն բեմ բերեինք, մի խոսքով կարողացանք այդ ամենը հաղթահարել։ Այստեղ դերասանական կատարման իմաստով հետաքրքիր խնդիր կա հաղթահարելու, որովհետև երբ ունենք կերպար, որը այսպես բացահայտ մեր առջև չի, մենք օգտագործելով իհարկե մեր կարողությունները, մտածողությունը, երևակայությունը ստեղծում ենք, մարմնավորում ենք եւ դարձնում ենք մերը մեր բնությունից բխող, բայց այս դեպքում դուք ձեր առջև ունեք կատարյալ օրինակներ ու բարդ է լինում հաղթահարել հետեւյալը, որ պետք է լինել եւ նման, բայց միևնույն ժամանակ եւ շատ տարբեր։ Մի քիչ այս հետաքրքիր ընթացքի մասին, որ ունեցել եք փորձերի ժամանակ։ Շատ լավ, նախ շատ միստիկ էր, որ 4 հանճարներ մեկտեղվել էին, ես մարմնավորում եմ Հովանես Շիրազի կերպարը, առաջին բանը, որ իմացա կերպարը ստանալուց հետո այցելել եմ միանգամից Հովանես Շիրազի տուն-թանգարան, որպեսզի այնտեղից իմանամ իր կյանքի պատմությունները, ինչքան էլ ուսումնասիրում ես բանաստեղծությունները, այնուամենայնիվ պետք է իմանաս կյանքում ինչպիսին է եղել եւ այնքան զավեշտալի դեպքեր պատմեցին Հովանես Շիրազի հետ կապված, որ այդտեղից շատ մանրուքներ են վերցրել կերպարի հետ կապված, չնայած որ ի սկզբանե հասկացանք, որ չպետք է նմանակենք, այլ ինչպես որ շեշտեցիք, գոնե ինչ որ դետալներով հասկացնենք, որ դա այդ կերպարն է։
շատ զավեշտալի պատմություններ իմացանք, իմիջայլոց հենց տիկնիկի վրա փողկապ պատրաստեցինք, որովհետև փողկապի հետ կապված Հովհաննես Շիրազը մի դեպք ունի կանաչ փողկապի։ Կարող ենք պատմել։ Իհարկե կարող եմ, Կրոնների միություն պետք է գար Հովհաննես Շիրազը Երևան, Գյումրիից էր գալիս եւ նա փողկապ կապել չգիտեր։ Գյումրիից է գնում նոր փողկապը, գալիս է Երևան, ինչ որ մեկին մի աղջիկա խնդրում է որ փողկապը կապի, դա աղջիկը չի համաձայնվում, ինքն էլ իր բնավորությանը համաձայն գորգորում է փողոցի մեջտեղում եւ այլն, հայհոյում, վիրավորում, այդպես այդ փողկապի պատմությունը մնում է, հետո իհարկե շարունակական բնույթ է կրում, բայց այդ հատվածն է, որ ինքը խնդրում է ու իրեն մերժում է ու ինքը փողոցի մեջտեղում Այստեղ մի շատ կարևոր բառ հնչեց բնավորություն 4 առանձնահատկություններ ունեցող այս կերպարները կարծում եմ ունեն նաև շատ հետաքրքիր ու ընդգծված բնավորության գծեր։ Այդ կերպարներից ելնելով ինչպիսի բնավորության գծերն են ավելի ցայտուն արտահայտված, որպեսզի 4 կերպարներն ունենան համենայն դեպս իրենց տարբերությունն ու առանձնահատկությունը։ Նախապես մենք որոշեցինք, որ չենք նմանակելու կերպարներին ձայնով։ Տիկնիկները, եթե ամբողջապես բնավորությամբ նման էին մեր հերոսներին, ապա ձայնայինը բնականաբար չէինք կարող հասցնել։ Դրա համար մենք ուսումնասիրեցինք ամեն մեծության իր բնավորության այսպես ցայտուն գծերը եւ կերպարը կերտելիս սկսեցինք ավելի շատ բնավորությունը տալ։ Շիրազին իր փնփնտան, այդ վիճակը միշտ դժգոհ, այդ լարված, Ֆրունզին են, որ իր ռեժիսորական ճիղը, բեմադրական ճիղը, ընդ որում այստեղ մի բան էլ բացեմ գաղտնիք, որ ներկայացման մեջ խաղում ենք ներկայացում։ Այդպես է բեմադրվել, ասեմ, որ սցենարի հեղինակ Արմեն Մանուկյանն է, եւ որոշեցինք երկտեղ աշխատելով, որոշեցինք, որ անպայման պիտի թատրոնի մեջ մեր Գյումրվա բարբարոսը պիտի թատրոն խաղանք, հենց Ֆրունզն այդպես ասում է։ Այո, Իսահակյանը այն է, որ չի հավանում իր գրածը եւ Ֆրունզը որոշում է, ասում է, հիմի այնպես բեմադրեմ, որ դու քո գրածը թավնես։ Ու Հովհաննես Թումանյանը իր մեծությամբ, իր համեստությամբ, իր լրջախոհությամբ այդպես է առաջ գալիս, իսկ Իսահակյանը դե իր մեծությամբ, իր փառահեղությամբ, իր այդ այսպես հաղթանդամ, այո, որպես վարպետ եւ պետք է անպայման նշեմ, որ Իսահակյան խաղում է մեր մոտ Գառնիկ Պետրոսյանը, մեր վարպետ դերասանը, որին իրոք շնորհակալ եմ եւ ես եւ մեր ամբողջ դերասանական խումբը իրոք պատիվ է, երբ որ խաղում է մեծությունը քո կողքին, երբ բեմում կա մեծություն, որը տարիների փորձ ունի, տարիների վարպետ է, դա արդեն իսկ մեծ պատասխանատվություն ու նաեւ հպարտություն է։ Շատ կարևոր է այն աշխատանքը, որը իրականացվում է թատրոնի դեպքում կուլիսներում, իսկ այս դեպքում այն վարակույրից այն կողմ, որտեղ երևում են տիկնիկներ ու այդպես էլ չեն երևում դերասանները։ Մերժան գիտենք, որ դուք ավարտել եք թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, դերասանառեժիսորական կուրսը, ինչպես տիկնիկային թատրոնը իր տիկնիկներով դարձավ գայթակղիչ ձեզ համար որպես դերասան։ Շատ լավ։ Եվ բարդությունները այստեղ աշխատանքի որոնք են։ Շատ պատահաբար դարձավ, այդպես ասեմ, որովհետև մեր տարիներին կհիշես երևի Մանե ջան, որ տիկնիկավարություն չէին դասավանդում թատերական ինստիտուտում, բայց ի բարօրություն մեզ արդեն դասավանդվում է հենց տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանն է այժմ դասավանդում եւ ասեմ, որ այո դժվար էր ինձ համար չլինել բեմում, լինել ետնաբեմում ու մինչեւ հիմա 5 տարի անցել ես զգում եմ այդ էներգիան, որը որ քիչ թե շատ մնում է բեմի ետևում, ետնամասում է մնում, բայց այդ բացը ես լրացնում եմ այնպես այլ թատրոններում։ Դրա համար այդքան չեմ զգում։ Այո, իհարկե պարտություններ կային, դե քանի որ ասացի ինստիտուտում չէր դասավանդվում տիկնիկավարություն, թատրոնը հնարավորություն է տալիս փորձաշրջանի ընթացքում դու կհասկանաս դա քոնն է, թե քոնը չէ, փաստորեն իմն էր։ Իհարկե դերասանական արվեստը ներկայացուցիչներին լայն հնարավորություն է տալիս, բայց տիկնիկային արվեստը ունի իր առանձնահատկությունը եւ շատ ուրախ ենք, որ քոպես տաղանդավոր մարդուն այն գրավել է եւ դու այսօր ներկայացնում ես հենց այս արվեստի տեսակը։
կարճ հիշեցնենք հաջորդ ներկայացումը, որովհետև ինձնից սկսած կարծում եմ շատերը իմ անհամբեր են գնալու, վայելելու այս հետաքրքիր մոտեցումներով ներկայացումը։ Հաջորդ ներկայացումը լինելու է հոկտեմբեր 30-ին ժամը 2-ին։ Սիրով հրավիրում ենք բոլորին։ Հրավիրատում սեր կարող եմ ձեզ Մենք կատարկացերն չենք եկել, սիրով կսպասենք։ Շնորհակալ ենք ձեզ։ Բարի ճանապարհ դեպի Գյումրի, իսկ մենք սիրելիներս ձեզ առաջարկելով երաժշտական տրամադրություն շարունակում ենք մեր ընթացքը։